Միացյալ Նահանգներն անդառնալի վնաս կկրի, եթե ուղիղ մասնակցի Իրանի վրա Իսրայելի հարձակումներին։ Իսրայելի եւ Իրանի միջև ընթացող պատերազմի 6-րդ օրը հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը։ Այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ պատմություն դիմացող մարդիկ Իրանի հետ երբեք չեն խոսում սպառնալիքների լեզվով, քանզի գիտեն, իրանցիները չեն հանձնվում, ասել է նա պատասխանելով Միացյալ Նահանգների նախագահին։ Նրանք, ովքեր ծանոթ են այս տարածաշրջանի քաղաքականությանը, գիտեն, որ Ամերիկայի միջամտությունն այս հարցում 100%-ով ի վնաս իրենց կլինի։ Վնասը, որն Ամերիկան կկրի, եթե ռազմական միջամտություն կատարի, անկասկած անդառնալի կլինի։ Խամենեին նաև ասել է, որ Իսրայելը մեծ սխալ է գործել հարձակվելով Իրանի վրա եւ դրա համար կպատժվի։ Իրանը չի ընդունի պարտադրված խաղաղություն կամ պատերազմ, վստահեցրել է նա։ Երեկ ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել էր, թե գիտեն կոնկրետ որտեղ է թաքնվում այաթոլլահ Ալի Խամենեին, սակայն նրան չեն սպանի առայժմ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է։ Սպիտակ տան ղեկավարը մեկ այլ գրառմամբ էլ նշել էր, որ Իրանը պետք է հանձնվի առանց պայմանների։ CBS News-ի փոխանցմամբ Թրամփը երեք խորհրդակցություն է անցկացրել քննարկելու, թե արդյոք ԱՄՆ-ն պետք է միանա Իսրայելին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համար։ Այսօր էլ Թրամփը հայտարարել է, որ չի կարող ասել ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, թե ոչ։ Սպիտակ տան ղեկավարը նշել է, թե Իրանը այլևս չունի հակաօդային պաշտպանություն, հետևաբար ցանկանում է բանակցել ու երբեք ուշ չէ դրա համար։ Թրամփը զգուշացրել է, որ հաջորդ շաբաթ էլ ավելի ուժեղ հարձակում կլինի Իրանի վրա։ Այս ընթացքում Իրանն ու Իսրայելը շարունակում են հարվածել միմյանց։ Իսրայելական բանակը հայտնել է, որ գիշերը 20 թիրախի է հարվածել, այդ թվում ուրանի ցենտրիֆուգերի արտադրամասի եւ ռազմական օբյեկտների։ Հարվածել են նաեւ Թեհրանում եւ Խոջիրում գտնվող հրթիռների արտադրության օբյեկտների, նաեւ Իմամ Հոսեյնի համալսարանին, որը ենթադրաբար կապեր ունի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ Օրվա ընթացքում նաեւ հարվածել են Թեհրանի արևելյան շրջանին։ Իսրայելական բանակի խոսնակ Էֆի Դեֆրինն ասել է, որ իրենց առաքելությունը հստակ է՝ վերացնել բոլոր սպառնալիքները։ Մենք թիրախավորում ենք ռազմական թիրախները, նրանք հարձակվում են քաղաքացիների վրա։ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ճշգրիտ հարվածներ հասցնել, գործել ուժով եւ վճռականությամբ Իսրայելի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տվյալներով Իսրայելի հարվածներից Իրանում եւս 2 միջուկային օբյեկտ է տուժել։ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպության ղեկավարը վստահեցրել է, որ միջուկային օբյեկտների վիճակը լավ է։ Թեհրանը հաստատել է, որ իրանական 2 բանկ կիբերհարձակման է ենթարկվել։ Իրանն իր հերթին հարվածել է Իսրայելի մի քանի քաղաքի, ըստ իրանական լրատվամիջոցների Թել Ավիվի ուղղությամբ առաջին անգամ արձակել են Ֆաթահ-1 միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռներ։ Մինչ այդ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Աբդոլռահիմ Մուսավին Իսրայելին զգուշացրել էր պատժիչ գործողությունների մասին։ Նա հայտնել էր, որ Թել Ավիվի եւ Հայֆայի բնակիչներին կոչ են արել տարհանվել։ Մինչ այժմ իրականացված գործողությունները պարզապես նախազգուշացումներ են եղել զսպման նպատակով եւ շուտով կիրականացվի պատժիչ գործողությունը։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե վերացնում են որոշակի սահմանափակումներ եւ այն շրջաններում, որտեղ անվտանգությունը թույլ է տալիս, կյանքն աստիճանաբար կվերադառնա բնականոն հունի։ Իսրայել կացը պնդել է, թե սա Իրանի նկատմամբ հաղթանակի մասին ազդակ է, հավելել, որ կշարունակեն հարվածել Իրանին այնքան, քանի դեռ չեն վերացրել սպառնալիքը։ Նրանք գալիս են մեզ վնասելու եւ ամեն ինչ փակելու, մինչդեռ մենք եւ պատասխան հարվածներ ենք հասցնում եւ պաշտպանում ենք քաղաքացիական բնակչությանը եւ սկսում ենք տնտեսության ու տարբեր ոլորտների աստիճանական վերաբացումը։ Այսօր Թել Ավիվ է ժամանել առաջին ինքնաթիռը, որով երկիր են վերադարձել պատերազմի պատճառով արտերկրում արգելափակված քաղաքացիներ։ Ռուսաստանն այսօր կրկին իր միջնորդական ջանքերն է առաջարկել պատերազմը դադարեցնելու համար։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի պաշտպանվելու Իսրայելի մեջբերում է մահաբեկչական գործողություններից։ Ֆրանսիայի նախագահն էլ հույս է հայտնել, որ Թրամփը, խոսելով Իրանում իշխանափոխության ու պատերազմին Միացյալ Նահանգների մասնակցության մասին, ցանկանում է պարզապես ճնշում բանեցնել Իրանի վրա։ Ըստ Էմանուել Մակրոնի, Իրանում ռազմական ճանապարհով իշխանության փոփոխությունը մեծագույն սխալ կլինի։ Մենք չենք ուզում, որ Իրանը միջուկային զենք կամ բալիստիկ հնարավորություններ ունենա։ Կարծում եմ այսօր ամենամեծ սխալը կլինի, եթե փորձ արվի ռազմական ճանապարհով Իրանում փոխել ռեժիմը, քանի որ դա կհանգեցնի քաոսի։ Ըստ Մակրոնի պետք է հնարավորինս արագ վերսկսել երկխոսությունը լուծելու Իրանի միջուկային եւ բալիստիկ հարցերը։